Շատ արևմտյան վերլուծաբաններ համոզված են, որ Ռուսաստանն է հրահարել հակամարտության վերսկսումը։ Ռուսաստանն անշուշտ ուզում է մնալ հիմնական խաղացողը Կովկասում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների միջոցով, բայց Ռուսաստանը չէր ուզենա, որ իրավիճակը դուրս գար վերահսկողությունից։ Ես չեմ կարող պնդել, թե այն, ինչ տեղի ունեցավ այս մեկ շաբաթվա ընթացքում եւ շարունակվում է մինչեւ հիմա, ծառայում է Ռուսաստանի շահերին։ Ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր գերիշխող դիրքը եւ թույլ չտալ, որ արտաքին այլ խաղացողներ՝ Թուրքիան, Միացյալ Նահանգները մեծացնեն իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Կարծում եք, որ Ալիևը հասավ իր նպատակին։ Դա կախված է մի շարք հանգամանքներից, ակնհայտ է, որ մարտավարական մակարդակում տարածքների ուժերի հարաբերակցության իմաստով շատ բան չի փոխվել, բայց սա շահավետ է Ադրբեջանի համար, ցույց տալու, որ ստատուս քվոն չի կարող պահպանվել, եւ նմանատիպ էսկալացիաները կարող են կրկնվել ցանկացած պահի։ Չեմ կարծում, որ ավելի լայնածավալ պատերազմ կլինի մոտ ապագայում, բայց քաղաքական իմաստով կարելի է ասել, որ Ադրբեջանը ինչ-որ բանի հասավ։ Ռազմական, մարտավարական առումով փոփոխություն չկա։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, թե Հայաստանը դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում։ Ձեր կարծիքով, սա Ռուսաստանի սցենարի մի մասն է։ Այդ հարցը քննարկվել է նախկինում եւ այսօր կրկին վերադարձել է օրակարգ, բայց ես այնքան էլ հավանական չեմ համարում այդ տարբերակը, որ ռուս խաղաղապահները կարող են մտնել Լեռնային Ղարաբաղ։ Ըստ իս, Հայաստանի վերաբերմունքն այդ տարբերակին այնքան էլ միանշանակ չէ։ Միաժամանակ պետք է ասել, որ այդ տարբերակը հնարավոր է այն դեպքում, եթե իրավիճակը ավելի վտանգավոր դառնա, բայց առայժմ շատ վաղ է ասել։